Երբևէ նկատել եք, որ բախտը անկայուն տիրուհի է։ Ոմանց համար այն բնականորեն հոսում է նրանց ծնկներին, մինչդեռ մյուսների համար այն համառորեն խուսափում է նրանցից։ Սակայն կան ժամանակներ, երբ տիեզերական դասավորությունները փոխվում են և բախտը դադարում է պատահականություն լինելուց։ 2026 թվականի մարտը հենց այդպիսի ամիս է։ Ինչու՞։ Ամեն ինչ պարզ է։ Արևը էներգիա է ստանում, բնությունը արթնանում է, և զարմանահրաշ ասպեկտները շարվում են երկնքում, առատաձեռնորեն նվերներ տալով։ Սա այն ժամանակն է, երբ նույնիսկ ամենասկեպտիկները սկսում են հավատալ հրաշքներին։ Բայց 4 կենդանակերպի նշանների համար մարտը ոչ միայն հաջողակ կլինի, այլև ճակատագրական։ Եթե դուք ծնվել եք այս համաստեղություններից մեկի տակ, պատրաստվեք խլել ձեր բախտը։ Այն կհարվածի ձեզ ուղիղ ծնկներին, անտեսելով հերթերը և պատշաճության կանոնները։ Այսպիսով, ովքեր են այս հաջողակները։ Առյուծ։ Մտեք ուշադրության կենտրոնում։ Դուք գտնվում եք ձեր փառքի գագաթնակետին։ Առյուծներ, դուք սովոր եք ուշադրության կենտրոնում լինել, բայց 2026 թվականի մարտին ուշադրության կենտրոնում այնքան հզոր կլինի, որ դուք ստիպված կլինեք կկոցել աչքերը։ Ամբողջ ամիսը կաշխատի ձեր հեղինակության և ճանաչելիության բարձրացման վրա։ Բախտը ձեզ կհասնի այլ մարդկանց միջոցով։ Նրանք, ովքեր նախկինում անտեսել են ձեր տաղանդները, հանկարծ կտեսնեն լույսը։ Ձեր ղեկավարը կգնահատի 6 ամիս առաջ առաջարկած գաղափարը։ Հին ծանոթները հանկարծ կհիշեն ձեր նվաճումները և կհրավիրեն ձեզ հետաքրքիր նախագծի։ Ինչպիսին կլինի դա։ Պատկերացրեք, դուք մտնում եք սենյակ և բոլորը շրջում են գլուխները։ Ոչ թե որովհետև դուք դուռը շրքկացրել եք, այլ որովհետև դուք ճառագում եք հաջողության այդ մագնիսական էներգիան։ Մարտը ձեզ հնարավորություն կտա փայլել այնտեղ, որտեղ ամենաքիչն եք սպասում։ Մի թաքնվեք ստվերներում, մտեք ուշադրության կենտրոն։ Ձեր փայլելու պահը հասել է։ Կշեռք։ Փողը կգտնի ձեզ։ Այդ կշեռքները։ Հավերժական գեղագիտություն ունեցողներ, ովքեր երազում են գեղեցիկ կյանքի մասին, բայց հաճախ ամաչում են արդար աշխատավարձ խնդրել։ 2026 թվականի մարտը մեկ ընդմիշտ կուղղի այս անարդարությունը։ Ֆինանսական հաջողությունը կհարվածի այնտեղ, որտեղ դուք ամենաքիչն եք սպասում։ Հնարավոր է ձեզ վերադարձվի մի հին պարտք, որի մասին վաղուց մոռացել եք, կամ կստանաք մի բոնուս, որը չէիք սպասում, կամ գուցե անսովոր եկամտի աղբյուր կգտնեք, զբաղվելով ձեր սիրելի հոբիով։ Կշեռքների համար ամսվա գլխավոր կանոնը՝ մի մերժեք նվերները։ Եթե ընկերը ձեզ հրավիրում է հանգստանալու իր ամառանոցում, գնացեք, կարող եք պարզապես շահավետ ծանոթություն հաստատել։ Եթե ձեր դրամապանակը ավելի բարակ է թվում, մի խուճապի մատնվեք, փողը շուտով կհայտնվի օդից։ Մարտը ձեզ կսովորեցնի վստահել առատության հոսքին։ Պարզապես հանգստացեք և թույլ տվեք, որ տիեզերքը հոգ տանի ձեզ մասին։ Ջրհոս։ Միլիոնավոր արժեք ունեցող գաղափարներ։ Ջրհոսներ, դուք կյանքի գաղափարների գեներատորներն եք։ Ձեր ուղեղը նման է հավերժական շարժման մեքենայի։ Մինչ մյուսները քնում են, դուք երազում եք աշխարհը բարելավելու եղանակների մասին։ Սակայն 2026 թվականի մարտին ձեր գաղափարները ֆանտաստիկ կատեգորիայից կտեղափոխվեն հանճարեղ և շահավետ կատեգորիայի։ Հաջողությունը կթակի ձեր դուռը հանկարծակի հայտնության միջոցով։ Այն, ինչ տարիներ շարունակ փնտրել եք, հանկարծակի իր տեղը կդնի գիշերը։ Առավոտյան արթնանալով դուք ճիշտ կիմանաք, թե որտեղ գնալ հաջորդը։ Եվ ամենազարմանալին այն է, որ ձեր շրջապատի մարդիկ կհավատան ձեզ։ Դուք կկարողանաք վարակել նույնիսկ ամենամոլեռանդ կասկածամիտներին ձեր ոգևորությամբ։ Այս ամիսը նախատեսված է ստարտափների, նոր նախագծերի և համարձակ փորձերի համար։ Եթե վաղուց եք ցանկացել սկսել ձեր սեփական բիզնեսը կամ պարզապես փոխել ձեր ոլորտը, մարտը ձեզ կանաչ լույս կտա։ Բռնեք յուրաքանչյուր միտք, գրի առեք յուրաքանչյուր գաղափար։ Դրանց մեջ անպայման կգտնվի մեկը, որը կփոխի ձեր կյանքը։ Ձկներ։ Ամեն ինչ, ինչի մասին երազել եք, կիրականանա։ Ձկներ, դուք նուրբ և խոցելի արարածներ եք։ Դուք այնքան սովոր եք երազել, որ երբեմն շփոթում եք երազները իրականության հետ։ Սակայն 2026 թվականի մարտը կխամրի այս սահմանը։ Ձեր երազանքները կսկսեն իրականանալ։ Ձկների համար բախտը կհոտոտվի ջրի պես։ Հնարավոր է դա լինի ծովային ճամփորդություն կամ պարզապես անձրևի տակ զբոսանք,
որտեղ դուք կունենաք ճակատագրական հանդիպում։ Ամսվա էներգիան ձեզ աներևակայելիորեն գրավիչ կդարձնի հակառակ սեռի համար։ Միայնակ ձկները կհանդիպեն այդ ծածկոցային տղամարդուն։ Ընտանեկան ձկները իրենց հարաբերություններում երկրորդ երիտասարդություն կապրեն։ Բայց գլխավոր հրաշքը կկատարվի ձեր ներսում։ Դուք կդադարեք կասկածել ձեր արժեքին։ Դուք կհասկանաք, աշխարհը բարի վայր է, եւ այն ուզում է, որ դուք ապրեք դրախտում։ Թույլ տվեք ինքներդ ձեզ երջանիկ լինել առանց պատճառի։ Եվ հիշեք, եթե մարտին ճանապարհին մետաղադրամ կեսնեք, անպայման վերցրեք այն։ Դա կլինի նշան, որ բախտը միշտ ձեզ հետ է։ Մյուս բոլոր նշանների համար 2026 թվականի մարտը նույնպես բարի եւ տաք ամիս կլինի։ Ոմանք պարզապես բախտավոր կլինեն սիրո մեջ, ոմանք աշխատանքի մեջ, իսկ մյուսները փոքր բաներում, ինչպիսի չեն կանաչ լույսերը յուրաքանչյուր լուսացույցի մոտ։ Բայց եթե դուք առյուծ, կշերք, ջրհոս կամ ձկներ եք, պատրաստվեք, որ հաջողությունը կմտնի ձեր կյանք, առանց դուռը թակելու։ Այն մարտի 1-ի առավոտյան կնստի ձեր մահճակալի եզրին եւ կասի. «Լավ, գնանք»։ Մի հռեք այն, բացեք դռները, ուղեք ձեր ուսերը եւ հավատացեք, լավագույնն արդեն ճանապարհին է։